Հասմիկ Հակոբյան։ Շնորհակալություն պարոն Հակոբյան զեկույցի համար։ Կցանկանայի ձեր գնահատականը լսել Հայաստանի մեդիայում բազմակարծության վերաբերյալ։ Եթե բազմակարծության մակարդակը ցածր է, պատճառների մասին կցանկանայի ձեզնից լսել, նաև մեր մեդիայում ատելության խոսքի եւ բռնության քարոզի վիճակի մասին, ինչ դինամիկա եք նկատում համեմատած նախորդ տարիների, աճի թե նվազման, եւ քանի որ ժամանակ ունեմ, կապված կարգավորող մարմնի լիազորությունների ընդլայնման, ձեր առաջարկի մասով, ինչպիսի ձեր կառույցի կարողությունների զարգացում ընդլայնում եք պատկերացնում, որովհետև նույն օրինակ նշեցիք ռադիոընկերություններից մեկին, չէ, տուգանքի մասին, երկու դեպքից մեկն էր, չէ, ոնց որ երբ որ իրական այդ դեպքը ես եմ տեսել եւ ծանոթացել եմ։ Բայց մեր մոտ արդեն մենք խոսացել ենք բացատրել վարույթը։ Ինչի մասին եմ ուզում ասել, երբ որ ասացի ու հետաքրքրվեցի, ոնց է լինում, որ չեք նկատել, հասկացա, որ շատ քիչ ժամանակ է հատկացվում հասկանալիորեն մի ուրեմն ԶԼՄ-ի դիտարկման համար եւ շատ քիչ է հավանականությունը, որ հենց նման դեպքերի դեպքում կհամընկնի նաև մշտադիտարկման հետ եւ եթե եւս ենթադրենք 40 լրատվամիջոց ներառվում է, պետք է գոնե 3-4 անգամ մեծացվի կառույցի աշխատակիցների քանակը կամ, չգիտեմ, տարբեր վերազինումներ լինեն, որպեսզի էֆեկտիվությունը բարձր լինի, նաև այս մասին ուղղակի դիտարկում շատ կարճ է, ճիշտ եք, տեսեք, հանձնաժողովը ըստ օրենքի մշտադիտարկում է յուրաքանչյուր հեղինակազորված եւ լիցենզավորված ընկերություն ամսվա մեջ 5 օր։ Դա անում է տարվա մեջ 60 օր, չէ՞, մոտ վերապես։ Ինչքան ինձ ներում է իմ գիտելիքները, հա, իսկ գիտելիքները շատ են, որտեղ մենք ինֆորմացիան ամեն տեղից հավաքում ենք, դա ամենամեծ քանակն է մշտադիտարկման օրերի։ Նույն Վրաստանում մեր կողքի, եթե տարով ես վերցնում, ընդամենը 30 օր է։ 12 օր Լիտվայում է, այսինքն ամսվա մեջ մի անգամ են նայում։ Ինչու՞, որտեղ այնտեղ քաղաքացիական հասարակության երևի զարգացման կամ այս խնդիրների լուծման մեջ ներգրավման այնքան բարձր մակարդակը, որ ամեն ինչը գնում է բողոքներով։ Կամ բողոքներով, կամ հեռուստաընկերությունների հեռարձակողներ մրցակից են, չէ՞։ Նրանք բողոքում են մեկը մյուսից, որ մեր մոտ ընդունված չէ, որտեղ դա համարվում է գործ տալ, չէ՞, օրինակ, հա, տասնյակ այսպիսի դեպքեր կան, բայց ավել մշտադիտարկման մեխանիզմը մեծացնել չի կարելի, հա, հնարավոր չի, որտեղ այդպես դու կարող ես հասնել, հա, եւ հարյուրավոր մարդիկ պահես, խնդիրը նաև մեզ հույսով եմ կօգնի շուտով արհեստական բանականության որոշ գործիքները, հա, միգուցե ճիշտ է, նա նաև կարող է օգնել սուրդոթարգմանության պարագայում, շատ լավ մի երիտասարդների բան կա ծրագրավորողների, եւ նրանք փորձում են դա ստեղծել հենց հայերեն լեզվի բանի վրա, որը պետք է լինի ոչ միայն հեռուստաընկերությունում, այլ նաև դպրոցներում, չգիտեմ, իրավաբանական ծառայություններում, բժշկական կենտրոններում, շուտով այս խնդիրը շատ ավելի կհեշտանա, մենք կարծում ենք, ինչ կապված է բռնության հետ, օրենսդրություն, տեսեք, մենք շատ ժամանակ, քանի որ բռնության սահմանում չկա, հա, եւ մենք կամետիկայի հանձնաժողով ենք դիմում, դիտորդ մարմին, կամ մենք ոնց ձեզ ասեմ, օրենքի շատ ոչ կամայական, բայց սահմանային բան են կիրառում, հա, նորմեր են կիրառում, որը շատ ժամանակ կարա եւ չաշխատի, հասկանում եք, սա պրոբլեմա։ Օրինակ մենք այս վերջերս առաջիացանում պարտվեցինք, երբ որ տուգանել ենք մի հեռուստաընկերության ուղիղ եթերում սեռական հայօգնարի համար, ամենակոպիտ, այն միծինգներն էր որ, հա, բանի շարժումներ, սրբազան թե միջև հետ, թե դիմադրության, չէ, դիմադրության, որտեվ մեր մոտ երկար են, չէ, բաները գնում, դատական պրոցեսները վարչարական։ Բացատրությունը գիտեք որն էր, շատ կարճ ասեմ, առաջինն էր, որ ուղիղ եթեր էր, երկրորդն էր, որ այդ հայհոյանքները տարափը ընդամենը 9 վայրկյան էր։ Այսինքն 9 վայրկյան կարելի է, եթե 12-ներ միգուցե չէր լինի, մոտավորապես ձեզ բան եմ ասում։ Սա պրոբլեմա, որովհետև նաև մենք ունենք խնդիրներ դատական ատյաններում,
Էլի եվրոպական փորձը եթե ասեմ, վերջացնում եմ, այնտեղ մեդիա վեճերի համար վարչական դատարաններում հատուկ դասընթացներ անցած դատավորներ են։ Մեր մոտ ժամանակ դա չկա եւ մեր մոտ օրինակ կասեցումը ինչ որ հեռուստաընկերության նույնացնում են շինարարական կասեցման հետ։ Ինչը լրիվ տարբեր բաներ է, այստեղ լիցենզիոն ընկերությունն է եւ այլն եւ այլն։ Այսպես ինչքան հասցրեցի, ասեցի, հա ձեզ։ Արձագանք։ Շնորհակալություն, ես էի ուզում արձագանքի ժամանակ ասել, որ մենք այդ խնդիրն ունենք, որովհետև հա քաղաքացիները չեն սիրում բարձրաձայնել խնդիրների մասին, դա արատավոր են համարում, բայց այս հնարավորությունները եւս մեկ անգամ օգտագործենք եւ մեր քաղաքացիներին հորդորենք խնդիրների դեպքում պատկան մարմիններին դիմել։ Օրինակ, այս դեպքում պատկան մարմինը կարգավորող մարմինն է, կարելի է խնդիրների մասին բարձրաձայնել, որպեսզի դրանք չկրկնվեն։ Նաեւ մի փոքր հարցել, վերջին օրինակ թիմ ընտրություններում արդյոք հանդիպել եք կողմնակալ լուսաբանումների կամ ոչ հավասար ժամանակի տրամադրման դեպքեր լրատվամիջոցների կողմից։ Մեր մեթոդաբանության խախտումներ չկան, մենք բավականին ազատական ենք մեթոդաբանությունը մշակել եւ մի քանի տարի առաջ ինքը կոշտ էր մեխանիկական էր, որը հնարավոր չէր պահպանել եւ ինչը արդար չէր։ Մենք մեխանիկական հավասարության մասին չենք խոսում, որտեղ մի քաղաքական ուժ կարող է շատ ակտիվ լինի, մյուսը ինքը իր նախընտրական շտաբը բանալիով փակած լինի եւ պահանջել ամեն մեկին հավասար ժամանակ տալ, դա սխալ է։ Մենք դի նաեւ հաշվի առնենք իր ռեսուրսը, մտավորական, հա, չգիտեմ, երիտասարդական հազար ու մի բան կա։ Այդ առումով շատ երկար չեմ խոսի մեթոդաբանության մասին, բայց ինքը շատ արդյունավետ արդեն 4-րդ թե 5-րդ 21 թվականի ընտրություններից ենք մենք դա կիրառում ազգային ժողովի, շատ լավ աշխատում է եւ եթե մեր մոտ կա վերջնական եզրակացությունը, կարող եք մտնել մեր կայք նայել, շատ հետաքրքիր թվեր են, հավասարությունը քիչ թե շատ պահպանված է այն ընկերությունների կողմից, որոնք հայտը տվել են մասնակցելու, այսինքն իրենց նախընտրական հոլովակների գին են մեզ ներկայացրել, հա, հավասարությունը պահպանվել են եւ ընդամենը մենք մեկ վարույթ ունենք, երկու վարույթ ունենք, մեկը էթիկայի հանձնաժողով ենք դիմել, մյուսը վարույթ ենք բացել, չեմ ուզում այդ հեռուստաընկերությունն անուն տամ, որը հեղինակազորված հեռուստաընկերություն է, որը հատուկ այնպես արեց, որ չմասնակցի մեզ գին չտա, խորամանկություններ արեց, որպեսզի իր ամբողջ եթերային ժամանակը տրամադրի մեկ տեխնացուին, այսպիսի բան ունենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։